Իրանը սպառնում է հարվածել սեփական ենթակառուցվածքները ռազմարշավի համար տրամադրող Մերձավոր Արևելքի պետությունների աղազերծման կայաններին։ Ինչի մասին է այս լուրը։ Քաղցրահամ ջրի հասանելիության սահմանափակումը որպես ստրատեգիական նպատակների հասնելու միջոց կիրառելու մասին է։ Ինչպես Իսրայելում, այնպես էլ արաբական երկրներում ինքը կահարվածի ջրային օբյեկտ։ Ջրային օբյեկտը ինչ է, դա ձեռնարկություն է, որը ծովի ջուրը վերցնում է, համապատասխան քիմիական ուրեմն զտման գործակից անում, իրականացնում ու դարձնում է դա, ասենք, մարդու համար, ասենք, խմելու կամ, չգիտեմ, լողանալու եւ այլ, ասենք, նորմալ օգպիտանի ջուր։ Կանխատեսվում է, որ այս գործիքի կիրառման դեպքում արաբական աշխարհի երկրներում կարող է բնակչության գլոբալ տեղաշարժ գրանցվել։ Նույն Թեհրանում սա ամիսներ առաջ արդեն ֆիքսվել էր, երբ խմելու ջրի բացակայության պատճառով մարդիկ սկսել էին հեռանալ մայրաքաղաքից։ Այնպես չի, որ ձեռնարկությունը փոքր ձեռնարկություն է, հարվածը կեժամ հետո կարելի է դա վերականգնել։ Եթե դա ոչնչացավ, դա ամիսներ ապեր, որ դու նորից այդ նույն ձեռնարկությունը բերես, կառուցես, բայց ամիսների ընթացքում քո բնակչությունը մի քանի միլիոն ոնց է ջրից օգտվելու, հատկապես երբ որ բավականին շոկ իրավիճակ է, չկա ջուր։ Հայաստանը բարեբախտաբար չունի ջրի աղազատման կայաններ։ Քաղցրահամ ջուրը մեզ մոտ առանց այդ էլ հասանելի է։ Վերականգնվող ջրի քանակը մեր երկրում ըստ Համաշխարհային բանկի տվյալների նախորդ տարի կազմել է 7.2 միլիարդ խորանարդ մետր։ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող վերականգնվող ջրի քանակը տարեկան 2600 խորանարդ մետր է։ Համաձայն եք, տպավորիչ թիվ է։ Այդ դեպքում ինչու հայաստանցի սպառողն այդ թիվը չի տեսնում գետնի վրա, ասենք իր հողը մշակելիս։ Ջուրը, որը մենք կուտակում ենք, նա չի մնում։ Գնում է ուրա գնում չգիտենք, կարող է լրացնում է ստորգետնյա ջրերի պաշարները, կարող է գնում է մեր շատ սիրելի կամ ոչ այնքան հարևանների մոտ։ Ջրերի կառավարման ցածր մակարդակը մատնանշող մասնագետներն առաջին հերթին նկատի ունեն ջրի ամբարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բավարար չլինելը։ Մի բան է, երբ երկրի մակերևույթին տարվա ընթացքում 7 միլիարդ խորանարդ մետր բարձրակարգ քաղցրահամ ջուր է գոյանում, այլ բան, որ դա գոնե մասամբ ամբարել է պետք։ Ջրամբարները Հայաստանի ուժեղ կողմը չեն։ Եղածներն էլ ունեն տարատեսակ խնդիրներ, որոնք հանգեցնում են ջրի մեծ կորստի։ 72 ջրամբար ունենք, շատ վաղուց չեն վերանորոգվել։ Կալմատաշ չի արվում։ Այդ անցքերի մեջ սրսկվում էր ցեմենտի լուծույթ, որը փակում էր հետո չորանալուց, պնդանալուց հետո փակում էր այդ խոռոչները եւ ջրի կորուստները պակասում էին։ Ջրամբարների քանակը բավականին քիչ է Հայաստանում, ի տարբերություն օրինակ հարևան Թուրքիայի, որը ըստ մասնագետների տարածաշրջանում ջրերի կուտակման քաղաքականություն է վարում, հարևաններին իր բեռի մեջ պահելու համար։ Նույնն արվում է մեր սահմանագոտում, որտեղ արդեն երրորդ թուրքական ջրամբարի շինարարությունն է հասնում ավարտին։ Այն օգտվելու է Արաքսի ջրերից։ Այս իրավիճակում Հայաստանն էլ պետք է նույն քաղաքականությունը որդեգրի եւ հնարավորինս ամբարի այս սեզոնին գոյացող ջուրը, կարծում են մասնագետները։ Ասենք թե ջրամբարի պարունակությունը ընդունենք 30 միլիոն խորանարդ մետր։ Բայց այդ 30 միլիոնը մենք բոլորը չենք օգտագործում։ Գաղափար կա, նորմալ նպատորտի գարիզոն եւ կա մյորտվի գարիզոն, նորմալնից մինչև մյորտվին պետք է օգտագործես։ Իսկ մենք շատ հաճախ օգտագործում ենք մինչև վերջի կաթիլը, որը չի կարելի։ Համաշխարհային համապատասխան սանդղակով Հայաստանում ամեն տարի գոյացող քաղցրահամ ջրի քանակը համարվում է բավարար, քանի որ բարձր է մեկ անձի հաշվարկով 1700 խորանարդ մետր շեմից։ Սակայն մենք մոտենում ենք ջրային սթրեսի գոտում, եթե հաշվի առնենք կլիմայական փոփոխությունները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։